համացեք։ Շնորհակալություն, եկա ձեր վախերը փարատ եմ, Տիկին Գալստյան։ Հանգիստ եղեք, սա այո թիվ 1 ամբիոնն է եւ այստեղ այո քաղաքական հարցեր են քննարկվում եւ այո փոփոխությունները կրում են քաղաքական բնույթ, այո, եւ սկզբունքային բնույթ, սակայն հարցը ուրիշ բանում է։ Օրեր առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ մի քաղաքական ուժ, որը կոչվում է մեր ձևով, փորձել էր ֆինանսական միջոցներով շահագրգռել ընտրողներին հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված։ Ու այստեղ մի քիչ առաջ ինձ ուղարկում են նորից ինչ-որ մի հատ հայտարարություն, որտեղ ասում են, որ պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները։ Հիմա ուզում եմ ձեզ հարցնել, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, արդյոք դուք ունեք բավարար համարձակություն, որ գաք այս ամբիոնից, ինչպես Տիկին Գալստյանը նշեց, այս ամենակարևոր ամբիոնից, խոսեք, որ Հայաստանի Հանրապետությունում հիմա կան ուժեր, որոնք պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները։ Դուք կարող համարձակություն ունեք գաք ասեք, որ կան ուժեր, որոնք փորձում են ընտրակաշառքով մարդկանց գրավել իրենց կողմը։ Կարող եք այդքան ուժ գտնել ձեր մեջ եւ գաք ասել, չեք կարող, որովհետեւ դուք նույնպես այդ արժե համակարգը կրողներ եք բոլորդ։ Նույն ձեր գործընկեր Գեգամ Մանուկյանը չկարողացավ հմեկի եթերում խոստովանել, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք ընտրակաշառք է բաժանվել։ Հիմա ձեզ համար դա նորմալ գործելավոճ է եւ որևէ կերպ չի հակասում ձեր քաղաքական սկզբունքներին։ Իսկ ինչ վերաբերվում է փոփոխությանը, այո, մենք թույլ չենք տալու եւ 2022 թվականին էլ ենք խոսել այդ մասին, որ անուն ազգանունավորներ գան եւ փորձեն ինչ որ դիվիդենդներ հավաքել ընդամենը իրենց անվան հետ կապված չունենալով քաղաքական որևէ հետագիծ եւ որևէ սկզբունք։ Եվ այո, այս օրենքը շատ ու շատ կարեւոր է ժողովրդավարության հաստատման համար։ Լիլիթ Մինասյան